Երախտագիտությունս հայտնում եմ մեր բոլոր գամավորներին, ժառանգության, այլ ժողովրդների, անգուսակցական, հասարակական, մեր վստահված անձանց, ընտրողների և շարքային քաղաքացիներին, ովքեր հավատացին, որ սա մեր երկիրն է, բոլորիս դաշտ տվեցին և խնդրում բոլորս սրանից հետո մեր ժողովրդին ինչ-որ երկրորդ սորտի որոշված վախի մեջ ապրող սեփական շահը չգիտակցող կատեգորիայի մեջ չդնեք։ Ես չդրեցի, հետ այսու ես խնդրում եմ, որ դուք ևս չդնեք։ Մեր ժողովուրդը խոսել է և բոլորս միասին ենք այսօր, որտեղ գիտենք, որ հայ ժողովուրդը խոսել է։ Եվ համաձայն եմ նաև այդ նկատողությամբ, որ սա Ռաֆի համար չէր։ Գգնում եմ, մի վերջի անգամ միգուցե։ Սա Ռաֆի և Սերժի պայքարը չէր։ Ժառանգության և հանրապետականի մենամարտը չէր։ Հայ մարդը, հայ ազգը, Հայաստանի քաղաքացին ասաց, որ սա մեր հայրենիքն է, և ինքը հաղթեց փետրվար 18-ին։ Ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր թեկուզ փետրվար 18-ից հետո միացել են կուսակցություններ, քաղաքացիական շարժումներ, ուսանողներ, երիտասարդներ ու մտավորականներ, որոնք սեփականատերի իրավունքով ասում են, որ սա իմ պայքարն է, մեր պայքարն է, մեր համապետական համազգային պայքարն է, ողջունում եմ դա։ Եվ ես չեմ փնտրում իրենց ասուլիսների, իրենց հաղորդակցությունների մեջ իմ անունը, թող իմ անունը չլինի, ես պահանջում եմ, որ իմ անունը չլինի այդտեղ, որտեղ այս պայքարը պատկանում է բոլորիս։ Նախ ձայնակրության մասին։ Ամոթ նրանց, ովքեր փորձում են ինձ սպառնալ, ինչ որ մի ձայնակրության հրապարակման ագնարգով, նամյակով։ Ես պահանջում եմ հիմա, թող ամբողջությունը հրապարակեն։ Նժդայական են, ազգայնական են, նախկին նախագահի ներկայացուցիչն են, իրենք հիմա թող հրապարակեն այդ ամբողջությունը։ Առավելակույնը, որ այդ վերջանումից, ու ես ժամվա վերջանումից, որ իրենք կկարողանան ձեզ ներկայացնել հետևյալն է, ես ներկայացի քաղաքական բաղադրիչը, և ես բարոն Սարգսյանին ասացի, որ հաջորդ 5-ին ես պիտի ներկայացնեմ, ես դերգացրի իրեն, որ պիտի ներկայացնեմ, գաղտնիք չէ, պայմանավորվածությունների խախտում չէր, բայց եթե հիմա այն բանից հետո, որ բարոն Սարգսյանը ասում է ինձ, որ մենք երկուսով ենք, ազատ խոսենք, ոչ մեկը չկա, որոշենք ինչպես ենք հանգուցալ ուզում վերգում, ինչ որ մարդիկ, այո, ինչ որ մարդիկ, ինձ սպառնում են հրաժար, չփորձեն, հենց հիմա, թող բացեն ամբողջական ձայնակրությունը։ Եթե պարոն Սարգսյանն ինձ սուտ խոսեց, որ մենք երկուսով ենք, և ուրիշ մարդ չգար այդտեղ, եթե ինքը սուտ խոսեց, և եթե գար ձայնակրություն, թող դան, դավայթ դրեք, դրեք։ Այնտեղ առավելակույնը, որ դուք իմանաք այն է, որ շատ սիրալիր հարկալից հանդիպում էր, որ հարկեցինք միմյանց հետաքրքրերը, որ ես ասացի, որ ինքը չի հաղթել, բայց ունի հզոր մեծ ավանդ Արցախյան ազատամարտում, ինչպես որ ես ասել եմ հրապարակում, ես որ մասնավոր եմ խոսում և հրապարակային, դա միևնույն բանն է, ես դարբեր օրագարկեր չունեմ, ես Մոսկվայում և Վաշինգտոնում և Եվրոպայում միևնույն բանն եմ ասում, և ձեզ եմ ասում միևնույն բան, որ իրեն ասացի։ Դուք շահեգանորեն դարբերվում եք շատ ու շատ այլ քաղաքական գործիչներից, և շնորհակալ եմ դրա համար, բայց դուք չեք հաղթել, դուք շամպայնը ժամանակի շուտ եք։